Դեռևս անցած տարվա դեկտեմբերին համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ավտոմեքենաներից կատարում է գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդու ինքնությունը Օհանովի փողոցի բնակիչ էր, 29 տարեկան։ Պարզվեց նաև, որ նա միայնակ չի կատարել գողությունները, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հունվարի 23-ին Գարեգին Նժդեի փողոցում ձերբակալվեց 29-ամյա տղամարդը։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրվեցին նաև հանցակցության մեջ կասկածվող 35-ամյա կինն ու 23-ամյա երիտասարդը։ Ավելի ուշ կատարված խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի վարած ավտոմեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը, ավտոդետալներ, նաև ձեռնոցներ, դիմակներ ու պտուտակահաններ։ Դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ավտոմեքենայից գողության մի դեպք էլ բացահայտել են համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։ Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հունվարի 24-ին։ Նազարբեկյան թաղամասում կայանված Chevrolet Mach-Nishi ավտոմեքենայից գողացել էին արշավի թափարգելը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներով համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ հիշյալ գողությունը կատարել է Մոլդովական փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 4-ին նա ներկայացավ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, ներկայացնելով գողոնը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։